Ինչպես է բաշխում կողմերի միջև ապացույցը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման մասին օրենքով։ Դատախազությունը, որպես իրավասու մարմին, պարտավորվում է ապացուցել, որ անձի օրինական եկամուտներով չի հիմնավորվում տվյալ գույքի ձեռքբերումը, մինչդեռ անձը ապացուցում է, որ օրինական եկամուտներով է ձեռք բերել գույքը, այդպիսով հերկելով գույքի ապօրինի լինելը։ Եթե անձը չի ներկայացնում ապացույց, որովհետև այդ ապացույցը կորել կամ ոչնչացվել է, ինչ հետևանքներ է դա առաջացնում։ Ներկայիս թե օրենսդրական կարգավորումները եւ թե սահմանադրական դատարանի որոշումը հանգում է նրան, որ անձը չպետք է կրի դրա բացասական հետևանքները։ Օրինակ, 1995 թվականին անձին պատկանել է ընկերություն։ Այդ ընկերությունից նա ստացել է դիվիդենդներ, հարկ է վճարել դրա համար եւ անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցել է պետական եկամուտների կոմիտեին։ Երբ պետական եկամուտների կոմիտեն դիմելուց հետո չի տրամադրում այդ ապացույցները, պատճառաբանելով, որ դրանք այլևս չկան, ապա դրա բացասական հետևանքները չի կարող կրել անձը, որովհետև դրանք ոչնչացվել կամ կորել են ոչ իր մեղքով։